Բարո ձեզ հարգելի հայրենակիցներ, ես Մարատ Հակոբյանն եմ Կիևից։ Այսօր Ուկրաինա-Ռուսաստանի լայնածավալ ներխուժման 1310-րդ օրն է, մինչ Էրդողանը Եվրոպային խորհուրդ է տալիս խոցել ռուսական ինքնաթիռները, իսկ Եվրամիությունը դեռ մտածում է այդ թեմայով, Ուկրաինան ընդամենը մեկ օրում ոչնչացրել է 3 ռուսական ինքնաթիռ, մեկը Su-34, որը ռմբակոծում էր Զապորոժեն, երկուսը Ան-26 Ղրիմում։ Իդեպ նկատել եք Ղրիմում ռուսական ռադիոլոկացիոն կայանների եւ ավիացիայի ոչնչացումը դարձել է սիստեմատիկ, համակարգված։ Հիշեցնեմ, որ բոլոր կադրերը կարող եք տեսնել մեր Telegram-յան ալիքում, QR կոդը ձեր էկրաններին է, գրանցվեք եւ վայելեք։ Նյու Յորքում տեղի ունեցավ Ղրիմյան հարթակի պլատֆորմայի հերթական գագաթնաժողովը, որտեղ ես ցավոք չտեսա Հայաստանի ներկայացուցչին։ Ես զարմանում եմ ուղղակի նման անտարբերության առումով, վերջի վերջո Ղրիմը հայոց պատմության կարևոր օջախներից է։ Մեր աթոռը դատարկ թողնելով ինչ մեսիջ է հղվում արտաքին աշխարհին, անհասկանալի է։ Կարծում եմ Հայաստանում այս հարցին պետք է վերջի վերջո ավելի պատասխանատու մոտենան, մեր դարավոր ժառանգությունը անտեր թողնելու իրավունք ոչ ոքի տրված չէ։ Մենք ունենք պետություն, որի շահերը պետք է պաշտպանել նաև Ղրիմյան պլատֆորմում։ Ասեմ, որ Ադրբեջանը գերազեր նման պատմական հիմք ունենար, եւ Հայաստանի ներկայությունը Ղրիմի պլատֆորմում դա մեծ պատիվ է մեր երկրի համար եւ աշխարհին մեսիջ է, որ հայերը իրենց ժառանգության պատվավոր տերերն են։ Եթե ինչ-որ մեկը մոռացել էր այս միջոցառման մասին, հիշեցնում եմ եւ պետք է մշտական կապի մեջ լինել ուկրաինական գոլեգաների հետ, որպեսզի բաց չթողնվի այս կարևորագույն հարթակը։ Սա քաղաքակրթական մեր օջախն է։ Ներկայացուցիչ անպայման պետք էր։ Միևնույն ժամանակ ՄԱԿ-ի գլխավոր վերհաջողվում Ռուսաստանը հրապարակայնորեն նվաստացվեց։ Ես կուզեի, որպեսզի հայկական լրատվամիջոցները ավելի ուշադիր լինեին այս ուղղությամբ։ Սա կարևոր է շատ եւ հիմա դարձել է նույնիսկ անվտանգային հարց։ Լեհաստանի արտգործնախարար Ռադոսլավ Սիկորսկին կտրուկ արձագանքեց ՄԱԿ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցչի Ուկրաինայի վերաբերյալ արտահայտություններին, ընդգծելով, որ Ուկրաինան երկիր է, որի պատմությունը ավելի շատ հին է, քան Ռուսաստանի պատմությունը։ Ավելին, Ուկրաինան ՄԱԿ-ի անդամ է ավելի վաղ ժամանակներից, քան Ռուսաստանը։ Այս երկիրն ունի իր պատմությունը, լեզուն եւ ինքնությունը, եւ դա բազմիցս ճանաչվել է ռուս-ուկրաինական միջպետական պայմանագրերում, որտեղ Մոսկվան հաստատել է Ուկրաինայի սահմանները։ Իսկ Հայաստանի մեր հայրենակիցներին համապատասխան մարմինները պետք է անընդհատ տեղյակ պահեն, որ հայերը Ուկրաինայի հետ ունեն ավելի հին կապեր, քան Ռուսաստան կոչեցյալի հետ։ Եվ Ռուսաստանի հրապարակային նվաստացումը ոչ պակաս ցավոտ հարված է Պուտինի ռեժիմի համար, քան ռազմական նշանակության օբյեկտների ոչնչացումը։ Ռուսաստանը եւ նրա կողմնակից զանգվածը պետք է իմանան այս հանցավոր կազմավորումը աշխարհի քարտեզի վրա չունի հարգանք, որքան էլ բռնապետ Պուտինը չվազի Չինաստանի շքերթին մասնակցելու։ Ղրիմի թեման հատկապես ընդգծվեց հենց Նյու Յորքում, Ուկրաինայի նախագահը ներկայացրեց իր իրականությունը, ընդգծելով, որ ուկրաինական անօթաչուների հարվածները ժամանակավորապես օկուպացված Ղրիմում արդյունավետ են։ Դրանք խոչընդոտում են Ռուսաստանին Ղրիմը վերածելու հսկայական ռազմական բազայի։ Իդեպ ուկրաինական դրոնները կանգնեցրել են Ռուսաստանի 2 առանցքային նավթային նավահանգիստների աշխատանքը, մենք արդեն հրապարակել ենք կադրերը մեր Telegram-յան ալիքում, իսկ մինչ Ռուբիոն Լավրովին բշտում էր Ամերիկայում հանդիպման ժամանակ ասելով դադարեցրեք սպանությունները, գնացեք խաղաղության, ուկրաինական դրոնները հարվածում էին Ռուսաստանի քիմիական գործարանին Կրասնոդարի երկրամասում։ Պուտինի ռեժիմը միայն ուժն է հասկանում եւ ուկրաինական կողմը հարվածում է հենց այդ ուղղությամբ։ Միևնույն ժամանակ Ուկրաինայի գլխավոր հետախուզական վարչության կիբերմասնագետների գործողության արդյունքում պարալիզացվել է Ռուսաստանի ազգային վճարային համակարգը։ Մինչ մեր այսօրվա եթերի հիմնական թեմաներին անցնելը խնդրում եմ մի քանի վայրկյան հատկացնել YouTube-ի գործիքներից օգտվելուն եւ մեր հաղորդումը լայքելու համար, ինչպես նաեւ եթե հնարավոր է տարածել սոցիալական ցանցերում, որպեսզի ավելի շատ մարդիկ իմանան Ուկրաինայում տեղի ունեցող իրադարձությունների մասին եւ խնայեն իրենց նյարդերը ռուսական քարոզչությունից։ YouTube-ի ալգորիթմները կարևորում են հենց եթերի ընթացքում կամ դիտման պահին ստացված լայքերը եւ դա օգնում է, որպեսզի եթերը հասնի ավելի մեծ լսարանի։ Իսկ մեր եթերը, ինչպես բազմիցս ասել եմ, սա մեր պայքարի ձևն է, մեր լսարանի հետ ընդհանուր պայքարի ձևն է ռուսական ապատեղեկատվության դեմ։
Շնորհակալ եմ, որ օգնում եք, իրոք շատ մեծ գործ եք անում։ Այսօր եւս խնդրում եմ չմոռանալ լայքել եւ տարածել մեր եթերը, որովհետեւ թեմաները իրոք շատ կարեւոր են։ Մինչ Շարմազանովը բողոքում է, որ մնացել է ժամերով ինքնաթիռում Մոսկվայում, ուկրաինական դրոնները կատարել են կարևոր աշխատանք Ռուսաստանի տարածքում։ Իդեպ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին խորհուրդ է տվել Կրեմլի պաշտոնյաներին նախապես պարզել, որտեղ է գտնվում իրենց ամենամոտ ապաստարանը։ Այս ուղերձը վերաբերում է ոչ միայն ռուսաստանյան բարձրաստիճան պաշտոնյաներին, այլև բոլոր նրանց, ովքեր այցելում են Մոսկվա կամ Ռուսաստանի արևմտյան մարզեր։ Շատ շուտով այս խորհուրդը արդիական կլինի նաև Ուրալի շրջանի եւ Զաուրալիայի չվերթների համար։ Դե իսկ Շարմազանովները պետք է սերտեն, որ իրենց իմացած Ռուսաստանը այլևս չկա եւ այնտեղ գնալը ավելորդ ծախս է։ Մոսկվան այլևս հարց լուծող չէ, այ որ մեր եթերները լավ լսեին, միգուցե օդանավում չմնային, որովհետեւ ուկրաինական դրոնները անտեղի չեն թռնում, կարևոր խոցումներ են իրականացնում, որ ռուսական ռեժիմը հասկանա մեր դեմ պատերազմ սկսելը ճակատագրական սխալ էր Ռուսաստանի համար, բայց միայն Շարմազանովը չէր բողոքում իր վիճակից։ Ռուսաստանցիները բողոքել են դրոնների հարձակումից Եվրոքիմ Բելարեջինսկի հանքային պարարտանյութեր քիմիական գործարանի վրա, որը գտնվում է Կրասնոդարի երկրամասում։ Տեղացիների խոսքով հարվածից հետո խոշոր արդյունաբերական օբյեկտում հրդեհ է բռնկվել, աշխատակիցներին տարհանել են, քաղաքում գործարանի շրջակայքում դադարեցվել է ավտոտրանսպորտի երթևեկությունը, բայց սա ամենը չէ, Ռուսաստանի Սևծովյան երկու առանցքային նավթային նավահանգիստներում դադարեցվել է նավթային լցանավերի բեռնավորումը դրոնների հարձակումներից հետո։ Այս մասին հաղորդում է Bloomberg-ը, հղում անելով իր աղբյուրներին։ Կասպյան նավթամուղի աշխատանքի դադարեցումը հաստատել է նաև օպերատորի ներկայացուցիչը։ Իրենց հերթին Ուկրաինայի հատուկ նշանակության ստորաբաժանումները իրականացրել են հաջող գործողություն ժամանակավորապես օկուպացված Ղրիմում, ոչնչացնելով 2 Ան-26 օդանավ եւ մի քանի ռադիոլոկացիոն կայաններ։ Պակաս կարևոր չէր նաև այսօրվա Սու-34 ինքնաթիռի խոցումը Զապորոժիայի ուղղությամբ։ Միաժամանակ DOS կիբերհարձակման արդյունքում խափանվել է Ռուսաստանի վճարային համակարգը, ինչպես նաև Տրանստելեկոմ պրովայդերի ծառայությունները։ Շատ քաղաքացիներ չեն կարողացել իրականացնել արագ փոխանցումներ դրամական կամ կատարել առցանց վճարումներ։ Եկատերինբուրգի սոցիալական ցանցերում տարածվել են բողոքներ քաղաքի հանրային տրանսպորտում էլեկտրոնային վճարումների կամ բենզալցակայաններում հաշվարկների անհնարինության մասին։ Հարձակումը նաև առանց ինտերնետի եւ ինտերակտիվ հեռուստատեսության է թողել 100,000-ավոր բաժանորդների Ռուսաստանի տարբեր մարզերում։ Իսկ ռազմաճակատում Ուկրաինայի զինված ուժերն առաջխաղացում ունեն Սումիի մարզում։ Խոսքը գնում է Պուտինյան զորքի անհաջողությունների մասին Յունակովկա եւ Կանդրատովկա բնակավայրերի ուղղությամբ։ Ռուսական ռազմական թղթակիցները հայտնում են, որ Պուտինի զորքերը լուրջ խնդիրներ ունեն այդ հատվածում։ Իդեպ Մոսկվայի Շերեմետևո օդանավակայանից Սանկտ Պետերբուրգ մեկնող չվերթի ուղևորները տարհանվել են Սուխոյ սուպերջետ օդանավից։ Թռիչքուղում մեկ այլ ուղևորատար ինքնաթիռի հետ բախման պատճառով դե բազմիցս մեր եթերներում ասել են, որ ռուսական պետությունն է քանդվում, իսկ իրենք դեռ շարունակում են օդանավեր փորձել օդ բարձրացնել։ Չգիտեմ, էլ ինչ պետք է լինի սրանց հետ, որ սկսեն հասկանալ, որ իրենց կյանքը էլ առաջվանը չէ։ Մոտեցանք ռազմաճակատի թեմաներին։ Նախորդ օրվա ընթացքում ճակատային գծում արձանագրվել է 160 մարտական բախում, թշնամին ուկրաինական ստորաբաժանումների դիրքերի եւ բնակավայրերի վրա հարձակվել է 4 հրթիռային հարվածով, կիրառելով 6 հրթիռ եւ 68 օդային հարվածով, կիրառելով 136 կառավարվող ավիառում։ Ընդհանուր առմամբ գրանցվել է 5082 հրետանային հարված, այդ թվում 115 հարված ռեակտիվ կայաններից, ինչպես նաև կիրառվել է 5846 կամիկաձե դրոն։ Ագրեսոր երկիրը հարվածներ է հասցրել Խարկովի, Դոնեցկի, Զապորոժիայի եւ Խերսոնի մարզերի սահմանամերձ բնակավայրերին, կան զոհեր։ Անցած օրը Ուկրաինայի պաշտպանության ուժերը հարվածներ են հասցրել հակառակորդի կենտրոնի ուժի եւ տեխնիկայի կենտրոնացման 6 հատվածների։ Մարտական գործողությունները շարունակվել են 12 ուղղություններով։ Հյուսիս Սլոբոժանյան եւ Կուրսկի ուղղություններով տեղի են ունեցել 6 մարտական բախում։ Պոկրովսկի ուղղությամբ ուկրաինացի պաշտպանները կասեցրել են թշնամու 49 հարձակողական գործողություն։ Հարավ Սլոբոդյան ուղղությամբ Ուկրաինայի պաշտպանության ուժերը հետ են մղել թշնամու 2 հարձակում։ Կուպյանսկի ուղղությամբ տեղի ունեցել օկուպանտների 6 հարձակում։ Ուկրաինայի պաշտպանության ուժերը Լիբանի ուղղությամբ հետ են մղել թշնամու 25 հարձակում։ Սևերսկի ուղղությամբ մեր պաշտպանները հետ են մղել ռուսական զորքերի 7 հարձակում։ Կրամատորսկի ուղղությամբ գրանցվել է 4 բախում։ Տարեցկի ուղղությամբ թշնամին ձեռնարկել է 10 հարձակում։ Նավապավլովսկի ուղղությամբ պաշտպանության ուժերը Ուկրաինայի կասեցրել են թշնամու մեր պաշտպանական գծերը ճեղքելու 13 փորձ։ Գուլյայպոլի
Մարիուպոլի ուղղությամբ թշնամին 4 անգամ հարձակվել է Ուկրաինայի պաշտպանության ուժերի դիրքերի վրա, Արեխովի ուղղությամբ թշնամին 1 անգամ հարձակվել է Ուկրաինայի դիրքերի վրա, իսկ Պրիդնեպրի ուղղությամբ թշնամին ապարդյուն 3 գրոհ է իրականացրել։ Ուկրաինացի զինվորականները շարունակում են պատճառել զգալի կորուստներ հակառակորդին, ինչպես կենթանի ուժի, այնպես էլ տեխնիկայի մասով։ Թշնամու թիկունքում խաթարվում են լոգիստիկան եւ հարձակողական ներուժը։ Ռուս օկուպանտների մեկօրյա կորուստները կազմել են 940 զինծառայող, 2 զրահամեքենա, 38 հրետանային համակարգ, 5 ռեակտիվ հրետանային համակարգ, 4 հոբկայան, ինքնաթիռների մասին առանձին ասացի, 415 օպերատիվ մարտավարական դրոն, 120 միավոր ավտոտեխնիկա, ընդհանուր առմամբ մեկ օրում ոչնչացվել է 587 միավոր թշնամու զինտեխնիկա, իսկ Ուկրաինայի դեմ Ռուսաստանի լայնամասշտաբ ագրեսիայի սկզբից ռուսական բանակի կորուստները ըստ Ուկրաինայի բանակի գլխավոր շտաբի փաստագրված տվյալների արդեն կազմել են 1,105,490 օկուպանտ։ Սեպտեմբերի 25-ի գիշերը ռուսական զորքերը հարձակվեցին Ուկրաինայի վրա 176 հարձակողական դրոններով, Ուկրաինայի հոբ ուժերը խոցել կամ չեզոքացրել են թշնամու 150 թռչող սարք, արձանագրվել է 13 հարվածային դրոնների խոցումներ 8 վայրերում, ինչպես նաև խոցված դրոնների բեկորների անկում 1 վայրում։ Ռուսական զորքերը զանգվածային հարվածներ են հասցրել Դոնեցկի մարզի 10 գյուղերին, որի հետևանքով զոհվել է 5 խաղաղ բնակիչ եւ վիրավորվել 17-ը։ Իդեպ վտանգի պատճառով հայտարարվել է Դնեպրոպետրովսկի մարզի ճակատամերձ գյուղերի տարհանում, քանի որ ռուսական զորքը խաղաղ մարդկանց դեմ է կռվում անզորությունից, նորից ձմեռվա դեմ անցնելով էներգետիկ օբյեկտների հարվածներին։ Իհարկե, ռուսական հարվածները անպատասխան չեն մնա, Ուկրաինան ամեն օրվա ռեժիմով է խոցում Ռուսաստանը եւ օկուպացված տարածքները։ Ուկրաինան Ամերիկայի նախագահ Դոնալդ Թրամփից խնդրել է նոր սպառազինություն, որի նույնիսկ պարզապես ստանալու փաստը կստիպի ռուս բռնապետ Պուտինին դադարեցնել պատերազմը։ Այս մասին հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Axios-ին տված հարցազրույցում։ Կարծիք կա, որ սա կարող է լինել Տամահավք համակարգ։ Ճիշտ ասած, չեմ կարծում, որ Պուտինը նույնիսկ այդ դեպքում կգնա պատերազմի կանգնեցման, այ որ մի լավ հավեսով կիրառվի մի քանի հազար Տամահավք Ռուսաստանի տարածքի վրա, այդ դեպքում հնարավոր է Ռուսաստանում տեղից շարժվեն։ Իսկ քանի ամերիկացիները չեն տվել նման հրթիռներ, այսպես կամաց-կամաց մեր արտադրածով պետք է ստիպենք ռուսներին մտածել պատերազմի ավարտի մասին։ Իդեպ Եվրոակտիվը հայտում է, որ Լեհաստանը պատրաստվում է խոցել ռուսական դրոնները Ուկրաինայի վրայով առանց ՆԱՏՕ-ի եւ Եվրոմիության թույլատվության։ Օրերս ձեզ տեղեկացրել էի, որ մեր լեհ բարեկամները արդեն սովորում են ուկրաինացիներից ռուսական շահեդների դեմ պայքարելը։ Բանն այն է, որ լինելով ՆԱՏՕ-ի անդամ, ունենալով լավ սպառազինություն, լեհերը չունեն այնպիսի լավ փորձ, ինչպես ուկրաինացիները, եւ պետք է այնպես անենք, որպեսզի իրենց եղած սպառազինությամբ կամ հոբ միջոցներով կարողանան օգտակար լինել ռուսական հարձակումների ժամանակ։ Իդեալական տարբերակ կլիներ, երբ որ արևմտյան մարզերի անվտանգությունը օդից հարվածներից ապահովվեր միասնական ուժերով, օգտագործելով ՆԱՏՕ-ի տեխնիկան, որը կա Լեհաստանում, բայց կտեսնենք, սա ապագայի հարց է։ Կարճ անդրադառնամ համայնքային նորություններին։ Օրերս կայացավ Ուկրաինայի հայերի միության ժողովը, պատիվ ունեցա մասնակցել։ Ուրախալի էր տեսնել, որ համայնքապետերը, չնայած պատերազմի դժվարություններին, իրենց տեղում են եւ միասնական որոշումներ են փնտրում Վիլեն Շատորյանի գլխավորությամբ։ Մեր միասնությունը մեր պարծանքն է եւ թող այս ամենը տեսնելով տանջվեն մեր թշնամիները։ Ուկրաինայի հայ համայնքը ամուր է եւ գործողությունները միասնական են։ Շատ չերկարացնեմ այսօրվա եթերը։ Շնորհակալություն, որ մեզ հետ եք, խնդրում եմ չմոռանալ լայքել այս տեսանյութը եւ տարածել այն սոցիալական ցանցերում։ Մաղթում եմ ձեզ լավ տրամադրություն եւ հիշեցնեմ, որ լավ տրամադրությունը ձեր կապահովի, եթե օգտվեք մեր Telegram-յան ալիքից եւս։ Շատ ոգևորիչ կադրեր ունենք։ Այսքանով ավարտեմ, հուսամ կհանդիպենք վաղը ավելի լավ տեղեկատվությամբ։ Մինչ նոր հանդիպում։